Պարոն Գյուրեղյան, Սասնա Ծռեր խմբի անդամների կալանք խափանման միջոցը երկարաձգվում է եւ նախաքննությունը արդեն իսկ 2 ամսից ավել է տևվել։ Ըստ ձեզ նախաքննության ընթացքում որևէ էական հանգամանքների այդ եկել են նաեւ ձեր որդիների մասով։ Ես դատարանի կողմից ակնկալիքներ չունեմ, կարծում եմ, որ հրահանգը տրված է եւ իրենք կկատարեն այդ հրահանգը, կերկարաձգեն կալանքը, իսկ ինչ ասենք քննչական գործողություններ, նոր բացահայտումներ, ոչ մի ինֆորմացիա մենք չունենք, ոչ մամուլում է հրապարակում, ոչ էլ պաշտպանները նման ինֆորմացիա ունեն, այնպես որ այդ մասին ոչինչ ասել չեմ կարող այս պահին։ Կարծում եմ, որ Հայաստանում դատարանները անկախ չեն եւ անկախ որոշում չեն կարող կայացնել, հատկապես այս դեպքում որոշումը անպայման կլինի քաղաքական։ Կանխատեսել է վարքագիծը եւ այն պնդումները, հավաստիացումները, որ զենքը վայր դնելուց հետո կազատվեն պատասխանատվությունից, ոչ մի քայլ ես չեմ տեսնում, որ դա ինչ որ իրագործվող բան է եւ իշխանությունների կողմից ոչ մի դրական քայլ, այս պահին ոչ մի կոնկրետ փոփոխություն, գլոբալ փոփոխություն, ինչի համար որ այս ամեն ինչը տեղի ունեցավ, ես չեմ ակնկալում եւ չեմ տեսնում։ Եթե փորձենք անկեղծ գնահատել, հասարակության արձագանքն ինչպիսին է, նույնիսկ այս դատավարությունների ընթացքում, տեսնում եք դատարանների դիմաց մարդաշատ չի լինում։ Ես կարծում եմ, որ այս պահին որ մարդաշատ չէ այստեղ, դա նրանից է գալիս, որ հանրությունը կարևոր չի համարում իր այստեղ գտնվելը, քանի որ մտածում է, որ իր լինել չլինելուց այստեղ ոչինչ չի փոխում, բացի այդ այս դատավարությունը միջանկյալ դատավարություն է, որը այնքան էլ էական չէ։ Իսկ հանրությանը կոչ, ես չեմ սիրում կոչեր անել ընդհանրապես, որովհետև գտնում եմ, որ կոչը սխալ է, ամեն մարդ ինքը պետք է որոշի ինչ անի եւ իր անելիքները ինքը որոշի, բայց կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ եւ հաջորդի մեծամասնությունը համահունչ է Սասնա Ծռերի գաղափարախոսությանը, որովհետև Սասնա Ծռերը բարձրացրել են այնպիսի հարցեր, որը բոլորին ողջ հայ ժողովրդին եւ Հայաստանի պետականությունը ամրացնելու ուղղությամբ է արվել այդ բոլորը։ Սասնա Ծռեր քաղաքական խորհուրդը ինչ քայլեր է ձեռնարկում, ինչ է արվում, որպեսզի աջակից լինեն նաեւ Սասնա Ծռեր խմբի անդամներին արդեն։ Սասնա Ծռերի քաղաքական խորհուրդը այժմ զբաղված է ծրագրերի մշակմամբ, գաղափարախոսության մշակմամբ, որը կմատուցվի ժողովրդին եւ ժողովուրդը կիմանա, թե ինչ է մտածում Սասնա Ծռեր քաղաքական խորհուրդը եւ ինչ ճանապարհ է տեսնում այս ամենի լուծման։ Եվ կարծում եմ, որ քաղաքական խորհուրդը անելիքներ շատ ունի, որովհետև ծրագրեր եւ գործողությունների պլան մշակելը դա մի օրվա գործ չէ եւ պայքարն էլ մի օրվա գործ չէ, դա շարունակական անընդմեջ պայքար է եւ այդ գաղափարախոսության եւ այդ ծրագրերի մշակմանը լայն մասաները պետք է մասնակցեն, որպեսզի դա լինի բոլորիս ծրագիրը, բոլորիս գաղափարը։ Այդ դեպքում այդ ծրագրի շուրջ կարծում եմ հնարավոր կլինի համախմբում եւ ժողովուրդը կհամախմբվի միայն որ ժողովրդի լայն համախմբման շնորհիվ մեր Հայաստանում փոփոխություններ տեղի կունենան, այսինքն ինչի համար որ Սասնա Ծռերը դիմեցին այս քայլին, դա պետք է մենք կարողանանք քաղաքական հարթակում, քաղաքական տեսքով մատուցել մեր ժողովրդին եւ ժողովուրդը համախմբված է որ լուծի այդ հարցերը։ Կառավարության կազմում փոփոխություններ եղան, նոր վարչապետ ունենք, նոր նախարարներ, սրան ինչպես եք վերաբերում եւ արդյոք սա կարող է դիտարկվել որպես ընդառաջ ժողովրդի պահանջին։ Կառավարության կազմում անձերի փոփոխությունը ոչինչ չի բերի, քանի որ համակարգային փոփոխություններ են պետք,
այսինքն մի պետություն, որտեղ իշխանական թևերի տարանջատում չկա, որտեղ դատական օրենսդիր եւ գործադիր իշխանությունները մեկ բևեռ են ենթարկվում, ում էլ փոխես, ում էլ դնես, նույն բանն է տեղի ունենալու, ոչ մի ակնկալիք չունեմ, հատկապես որ փոփոխությունները բերվում են այնպիսի մարդիկ, որոնք արդեն հայտնի են իրենց անցյալով եւ վատը փոխել նոր վատով ոչ մի բանի չի բերի։ Կարեն Կարապետյանը դա մի հանգույց է ամբողջ այս համակարգի մեջ եւ անհատները չեն կարող որևիցե մի բան անել։ Դա ինչ որ մակերևույթին ինչ որ բաներ կլինեն, որոնք ինչ որ կարող են մի մասով դրական լինել, մի մասով բացասական լինել, բայց էական ոչ մի փոփոխություն չի կարող լինել։ Ընդհանրապես Մոսկվայից կլինի, Ամերիկայից կլինի, Տիզբոնից կլինի, որտեղից է որ մարզպան գա, այստեղ ոչինչ չի կարող փոխել, նա կատարելու է այն ծրագրերը, որի համար որ ինքը եկել է այստեղ։ Ես ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ մի անձից, ոչ մեկից, ընդհանրապես անձերից ակնկալիք պետք չի ունենալ։ Սա համակարգային խնդիր է, մեր մոտ պետությունը ունի սխալ կառուցվածք, կարելի է ասել Հայաստանը դե ֆակտո կորցրել է իր անկախությունը, ես այդպես եմ մտածում եւ գաղութացման ծայրահեղ վիճակում է գտնվում տնտեսական եւ քաղաքական։ Եվ այս պայմաններում խոսել ինչ որ վարչապետ փոխելով ինչ որ մի բան անել, ես դա անիմաստ եւ անօգուտ եմ համարում։ Իհարկե ոչ։ Ինչ ընդառաջ քայլ։ Ժողովուրդը ինչ է պահանջում։ Պահանջում է Հայաստան առանց քաղբանտարկյալների, պահանջում է մեզ հայտնի բոլոր պահանջները, օլիգարխիայի մոնոպոլիաների վերացում, որ մի այդպիսի քայլ է կատարվել, ոչ մի։ Նույնիսկ երեխան է արդեն քայլեր առաջարկում համացանցով, թե ինչ քայլեր պետք է անի վարչապետը, որպեսզի Հայաստանում փոփոխություն կատարվի, այսինքն դա բոլորիս է հայտնի։ Իսկ սա այսպիսի թոս փչոցին մարդկանց երեսին ոչ մի բանի չի բերի։ Իսկ պայքարի ինչ ձևաչափ պիտի ընտրի նաև ընդդիմությունը, որպեսզի կարողանա հաջողության հասնել, եւ այս ողջ ընթացքում ընդդիմության պահվածքը ինչպես կգնահատեք, հա? Ոչ միայն արտախորհրդարանական ուժերի, այլ նաև խորհրդարանական։ Գիտեք, ես ընդդիմություն այդ հասկացողությունը հիմա շատ է օգտագործում, կարծում եմ Հայաստանում եւ նման երկրներում, որտեղ նման վարչախումբ է տիրում, ընդդիմության դաշտն է մոնոպոլիզացված, այսինքն խորհրդարանականի մասին է խոսքս, որ չկա իմ կարծիքով ընդդիմություն դասական, ասենք իր անվանը համապատասխան, քանի որ քաղաքական դաշտը մոնոպոլիզացված է եւ ամբողջ քաղաքականությունը դա ընդդիմություն լինի, թե որևիցե մեկ այլ անուն լինի, դա չի ծառայում իր նպատակին։ Այժմ ինչու սասնածռերը այդպիսի համաժողովրդական աջակցություն ստացան, որովհետև իրանք ոչ կուսակցական, ոչ ընդդիմադիր, ոչ այդպիսի քաղաքական հայացքներ չէին առաջ քաշում, այդպիսի խնդիրներ առաջ չէին քաշում, ուղղակի իրենք քաշում էին համաժողովրդական ընդվզման, ապստամբության գաղափարը, որը միակ ելքն է մնացել այս երկրում ինչ որ մի բան փոխել, Հայաստան պետությունը փրկել, հայ ժողովրդին կործանումից եւ այս ամեն ինչից փրկել։ Կարծում եմ իշխանությունները այս ամենից հետևություններ չեն անում եւ ես չեմ տեսնում ոչ մի քայլ, որպիսի Հայաստանը չգնա վատ ուղղությամբ, այլ փոխի իր զարգացման վեկտորը։